Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Մոսկվան արդեն բաց տեքստով զգուշացնում է Երևանին, ինչ կարող է կորցնել Հայաստանը դեպի Եվրոպա շարժվելու դեպքում։ Նախընտրական ակտիվությունն արդեն ազդում է նաև խորհրդարանի աշխատանքի վրա, ինչու ազգային ժողովի նիստը չի կայացել։ Ռուբիոյի կարճատև այցը մեծ քաղաքական արձագանք է առաջացրել թե Հայաստանում, թե տարածաշրջանում, ինչ ուղերձ էր բերում Վաշինգտոնը Երևան և ինչու հենց հիմա։ Մայիսի 28-ի զորահանդեսը կանցնի բանակի նոր զինանշանով ու նոր համազգեստով, ինչպես է Պաշտպանության նախարարությունը պարզաբանում քննարկումների կենտրոնում հայտնված նոր զինանշանի փոփոխությունը։ Թեհրանը կոշտ արձագանք է տվել ամերիկյան հարվածներին, ինչ հետևանքների մասին է զգուշացնում Իրանը։ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության շուրջ լարվածությունը շարունակում է աճել։ Մոսկվան արդեն բաց տեքստով զգուշացնում է, դեպի Եվրոպա շարժվելու դեպքում Երևանը կարող է կորցնել ռուսական արտոնյալ պայմանները։ Ռուսական կոմերսանտի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյևը պաշտոնական Երևանին նամակ է ուղարկել, նախազգուշացնելով գազային համաձայնագրի հնարավոր միակողմանի դադարեցման մասին։ Խոսքը 2013 թվականին ստորագրված համաձայնագրի մասին է, որով Ռուսաստանը առանց մաքսատուրքի Հայաստան էր մատակարարում գազ, նավթամթերք և չմշակված ադամանդ։ Մոսկվայում կարծում են, որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը վտանգում է երկու երկրների միջև ձևավորված տնտեսական հարաբերությունները։ Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացման ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ-ռուսական, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը։ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և Ռուսաստանի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն։ Հայտարարությունից ժամեր անց Երևանը արձագանքել է։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմից որևէ նամակ կամ պաշտոնական գրություն չի ստացել։ Իսկ թե ում է ուղարկվել նամակը, դեռ պարզ չէ։ Այդուամենայնիվ ռուսական մամուլը շարունակում է ակտիվ քննարկել Հայաստանի հնարավոր եվրոպական ուղղությունը։ Իսկ թե ինչպես են անդրադարձել այս թեմային մյուս ռուսական կայքերը, լսենք։ ՌԻԱ Նովոստին հաշվարկել է, որ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր առևտրաշրջանառության գրեթե 40%-ը։ ԵԱՏՄ-ի հետ Երևանի առևտրաշրջանառությունը 2025 թվականին հասել է 8,2 միլիարդ դոլարի, մինչդեռ մնացած աշխարհի հետ 13,2 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ միության հետ առևտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 38,5%-ը։ Իզվեստիայի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ ռուս և հայ խորհրդարանականները 2 տարի չեն շփվում, բայց Մոսկվան բաց է երկխոսության համար։ Նա հավելել է, որ Պետդուման պատրաստ է վերսկսել շփումները, եթե հայկական դիրքորոշումը փոխվի։ Վեստի հետ զրույցում էլ ԱՊՀ ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Դուդչակը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Երևանին գործնականում ոչինչ չի առաջարկի, մինչդեռ ԱՄՆ-ն կարող է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Դուդչակի խոսքով Նիկոլ Փաշինյանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին։ Մինչ Մոսկվան զգուշացնում է հնարավոր տնտեսական հետևանքների մասին, պաշտոնական Երևանը շարունակում է խոսել դեպի Եվրոպա բացվող նոր հնարավորությունների մասին։ Իշխանությունը ախալքալակ կարճ երկաթուղին ներկայացնում է Հայաստանի տնտեսության համար կարևոր հնարավորություն, սակայն մասնագետները նշում են, ճանապարհ ունենալը դեռ չի նշանակում եվրոպական շուկա մտնել։ Թե որքանով է Հայաստանը պատրաստ եվրոպական շուկային, ռեպորտաժում։
Հայաստանը շուտով երկաթուղային կապ կունենա Եվրոպայի հետ, իշխանությունը սա ներկայացնում է որպես տնտեսական նոր դարաշրջանի սկիզբ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ախալքալակ Կարս երթուղու բացմամբ Հայաստանը կարող է ապրանքներ արտահանել Եվրոպական միություն, իսկ ապագայում նաև Թուրքիայով եւ Ադրբեջանով միանալ տարածաշրջանային հաղորդակցություններին։ Սակայն մինչև իշխանությունը խոսում է նոր հնարավորություններից, ընդդիմությունն ու մի շարք տնտեսագետներ մեկ հիմնական հարց են բարձրացնում. իսկ Հայաստանը ինչ կարող է վաճառել Եվրոպային։ Պարզվում է Փաշինյանի ցանկությունն ու տնտեսական իրողությունը շատ հակասական է ու բարդ։ Ըստ հաստատված տվյալների այսօր Հայաստանի ամբողջ արտահանման կառուցվածքում Եվրամիության բաժինը մոտ 5% է, ընդ որում այդ ցուցանիշի հիմնական մասը հանքահումքային արտադրանքն է։ Մնացած ոլորտներում Հայաստանը գրեթե ներկայացված չէ եվրոպական շուկայում։ Պատճառը միայն լոգիստիկան չէ։ Եվրոպական շուկան ունի բարձր ստանդարտներ արտադրությունից մինչև սերտիֆիկացում, սննդային անվտանգություն եւ մրցունակություն։ Հայաստանի տնտեսության մեծ մասը պարզապես պատրաստ չէ այդ պահանջներին համապատասխանելու։ Ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը նշում է, որ Թուրքիայի տարածքով հայկական բեռներ նախկինում եւս տեղափոխվել են։ Պարզապես փաստաթղթերում որպես վերջնակետ նշվել է Վրաստանը։ Նրա խոսքով այժմ փոխվում է հիմնական ձևական մասը, փաստաթղթավորումը, սակայն տնտեսական բովանդակային փոփոխություն առայժմ չկա։ Խաչատրյանը նաև հարց է բարձրացնում, եթե անգամ ճանապարհները բաց են, Հայաստանը կոնկրետ ինչ ապրանք է պատրաստվում արտահանել այդ ուղղություններով։ Այսօր Հայաստանը չի արտադրում այն, ինչը Եվրոպայում կարող է վաճառել։ Եվրոպական շուկայի համար նախատեսված մենք շատ քիչ բան ենք արտադրում եւ արտահանում։ Ինչ էլ որ արտահանում է, հիմնականում նախատեսված է Եվրոպայի հայկական համայնքի համար։ Խաչատրյանն ընդգծում է, Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին ավելի շատ դարձել է ներմուծման եւ վերավաճառքի տնտեսություն, քան արտադրական երկիր։ Ըստ ընդդիմադիր падգամավորի, նույնիսկ եթե ենթակառուցվածքները բացվեն, դա ինքնին դեռ չի նշանակում տնտեսական հաջողություն։ Այսօր առանց փոխելու էկոնոմիկայի կառուցվածքը, փորձենք այն ապրանքները, որոնք վաճառվում են, ենթադրենք ԵԱՏՄ շուկայում, արտահանել Եվրոպա, նախ կարողա չթողեն, որովհետև կան տեխնիկական պարամետրեր, տեխնիկական անվտանգային ստանդարտներ, որոնց չեն բավարարում։ Դրանից բացի դու ահագին ժամանակ պետք է մարքեթինգային աշխատանք տանես, որպեսզի քո ապրանքները պահանջատել գնվեն։ Խաչատրյանը մանիպուլյացիա է որակում վերջին օրերին տարածվող հայտարարությունները, թե Թուրքիան բացում է շուկան Հայաստանի համար կամ նոր ճանապարհներ է տրամադրում։ Համասեն Էրդողանը դեռևս տարվա սկզբին էր հայտարարել, որ ընտրությունների նախաշեմին մենք ինչ-որ սիմվոլիկ քայլեր կանենք Փաշինյանին աջակցելու համար։ Համասեն է խոսքը, Թուրքիայով, տրանզիտով բազմաթիվ ապրանքներ էին գալիս Հայաստան եւ նաեւ թուրքական ցակման ապրանքներ։ Ուղղակի փաստաթղթերում, ուղեկցող փաստաթղթերում, բեռնագրերում Հայաստան չէր նշված, ասենք Վրաստան էր նշված, Իրան էր նշված։ Եվրամիության շուկայում մրցակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը եւ Հարավարևելյան Ասիայի խոշոր արտադրողները, էժան աշխատուժով, մեծ ծավալներով եւ արդեն կայացած արտահանման համակարգերով։ Այս պայմաններում Հայաստանի համար միայն եվրոպական ուղղության վրա հույս դնելը կարող է չափազանց ռիսկային լինել։ Եվրոպական ստանդարտներին դեռևս չի համապատասխանում հայկական կազմակերպությունների բազմաթիվ կազմակերպություններ եւ իրենց արտադրանքը։ Այդ թվում մեր գյուղմթերքը հիմնականում պետք է հասկանանք մենք ինչ ենք արտադրում, որպեսզի կարողան եվրոպական շուկային հետաքրքիր դա լինի։ Փորձագետները նշում են, եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ արտադրության արդիականացման, ստանդարտների ներդրման եւ մրցունակության բարձրացման համար։ Եվրոպական երկրները իրենց գյուղմթերքի կարծես թե ձեռն էին կրակնել անցյալ տարի գյուղատնտեսները մեծ բողոքի ակցիաներ էին անում, չէ՞, էքսկավատորներով, տեխնիկայով եկել էին մայրաքաղաքներ, խոտ էին բերել եւ լսրել էին քաղաքապետարանների դեմ, այսինքն իրենց արտադրանքը իրացնելու, ներսում իրացնելու խնդիր ունեն։ Ըստ տնտեսագետի այս պահին Հայաստանի համար առավել իրատեսական եւ արդյունավետ շուկան շարունակում է մնալ ԵԱՏՄ տարածքը, որտեղ գործում են մաքսային միասնական կանոններ եւ որոշակի փոխճանաչելիության մեխանիզմներ։ Գյուղատնտեսական եւ այլ ոլորտների արտադրանքները, օրինակ ծիրանը կամ կոնյակը, կարող են հասնել եվրոպական շուկա միայն փոքր ծավալներով եւ հիմնականում մասնավոր նախաձեռնությունների միջոցով։ Այս պայմաններում արագ եւ լայնամասշտաբ վերակողմնորոշումը դեպի ԵՄ շուկա կարող է պարունակել տնտեսական ռիսկեր, եթե չկան համապատասխան պատրաստվածություն եւ արտադրական հիմքեր։
Այս հայտարարությունների ֆոնին շարունակում են սրվել նաև հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը ինքն է ընտրել իր ճանապարհը եւ պետք է պատասխանատու լինի այդ ընտրության հետևանքների համար։ Իգոր Գուբերմանի հայտնի ոտանավորը կա, չի կարելի նույն տեղով տարբեր գնացքներ նստել։ Այդ պատճառով պետք է ինչ-որ կերպ այնուամենայնիվ ընտրել այն գնացքը, որը քո ճանապարհին է, քո երկրի ճանապարհին, քո ժողովրդի ճանապարհին։ Շոյգուի հայտարարությունից հետո արձագանքել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Մոսկվան շարունակում է Հայաստանի հետ զարգացնել տնտեսական եւ հումանիտար գործակցությունը։ Ըստ Զախարովայի, Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն խոսքերով է անհանգստանում Հայաստանի ապագայի համար, այլև կառուցում է համակարգային քաղաքականություն, որը ուղղված է պետության զարգացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության շուրջ քննարկումներին անդրադարձել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով Հայաստանը չպետք է թշնամանա որևէ երկրի հետ եւ պետք է հարաբերություններ պահպանի թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի, թե Չինաստանի եւ թե Հնդկաստանի հետ։ Մենք ամբողջ կյանքը ասենք թե շփվել ենք Ռուսաստանի հետ մեծամասնությամբ, աշխարհի բոլոր երկրների հետ շփվել ենք, բայց հիմնական շարժը, աշխատանքը, շփումը, արտահանումը, ներկրումը 80% եղել է Ռուսաստանի հետ։ Եթե մենք պատրաստվում ենք Ռուսաստանի հետ թշնամանալու, պետք է մտածենք մեզ ինչ վտանգ է գալու։ Մենք կարող ենք դրա տակից դուրս գանք, թե չենք կարողանում։ Մենք 100% պետք է փորձած լինենք, որ մենք դրանից ավելի լավ պայման ենք ստեղծում մեր ժողովրդի համար, մեր գործարարների համար, մեր գյուղատնտեսության համար։ Եթե առանց մտածել քայլ ենք կատարում, մենք փչացնում ենք մեր հարաբերությունը, թշնամանում ենք Ռուսաստանի հետ։ Դա ինչ է մեզ տալի, որ լրիվ ասենք թե վերանա, ավիրվի, քանդվի, եթե դու դրա հակառակը չունես, ոնց Ռուսաստանը ես նայում եմ 10 օր նույն բան ասում, ստեղ էլ ասում մեր մոտ լրիվ նորմալ է, մեր հարաբերությունները նորմալ է, եղբայր ջան, ձեր հարաբերությունները նորմալ է, չի երևում նորմալ է, որ դու հրավիրել ես, ասենք թե Զելենսկին է եկել, մյուսն է եկել, ստեղ Ռուսաստանին վիրավորելով, ասելով, գործընկերները այդպես բան ոնց են անում։ Որ դու զգում ես, եթե դու մեկի հետ ընկերություն ես անում, ուրեմն պետք է հիմնավորած անես։ Մենք բոլորի հետ պետք է լավ լինենք։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով գործող իշխանությունը փորձում է արգելափակել խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բացման եւ աշխատատեղերի ստեղծման ցանկացած նախաձեռնություն։ Մենք առաջարկում ենք մեր երկրի Վանաձորի համար, որ վերջապես գործարկվի մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Ինչ են մեզ պատասխանում։ Ասում են, չէ, դուք սխալ եք անում։ Սամվել Կարապետյանը Կալուգայից է եկել։ Ասում ենք, այ ձեր ցավը տանեմ։ Ասում ենք, գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն։ Ասում են, Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայ ապրե։ Ժողովուրդ, այս երկու բանը իրար հետ ինչ կապ ունի։ Ասում ենք, մի վատ բառերով խոսացեք Հայաստանի քաղաքացիների հետ։ Մի վատ բառեր ասեք մեր եկեղեցուն։ Մենք գնում ենք եկեղեցի, մեր աղոթքն ենք կարդում, մեր եկեղեցին է։ Ինչ են մեզ պատասխանում։ Մի խառնվեք մեր գործերին, թե չէ ես կանենք, են կանենք։ Ժողովուրդ, ինչ պետք է անեն։ Ինչ պետք է անեն իրանք։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը ժառանգել է այսպես ասած բանակ կոչված ավերակը։ Կապանում անցկացված քարոզարշավի ժամանակ Քոչարյանը հայտարարել է, որ իշխանությունը փորձում է սեփական ձախողումները բարթել բանակի վրա, մոռանալով, որ այդ բանակը տարիներ շարունակ պահել է Հայաստանի եւ Արցախի սահմանները։ Սա իսկական այն ժամանակն է, որ մենք պետք է Սունյանց ողջունը հիշենք։ Եվ անընդհատ ամեն օր հիշեցնենք մինչև հունիսի 7-ը։ Ավերակ անվանել բանակը, որը եղել է մարտոնակ, որը անսասան է պահել Հայաստանի եւ
Ղարաբաղի Արցախի սահմանները, ավիրել այդ բանակը, հրահրել պատերազմ, տալ 5000 կորուս, 12000 վիրավոր եւ հետո ասել, որ ավերակ է դա, այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ միգուցե հիշողություն ունի։ Ստի հիշողությունը կարճ է։ Սուտասան մարդը պետք է միշտ հիշի, թե որտեղ ինչ սուտ է ասել։ Իսկ սա չափազանց դժվար է։ Հիմա որ իրեն ասեն, բա սենց ես ասել սեպտեմբերի 21-ին ասելով, իրոք, սենց բան է եղել։ Հաստատ համոզված է։ Սա տեսակ է։ Սա տեսակ է, որը վայել չի հայ ժողովրդին, որը վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Իդեպ նախընտրական ակտիվ փուլը արդեն անդրադառնում է նաև խորհրդարանի աշխատանքների վրա։ Ազգային ժողովի այսօրվա նիստը կրկին չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Գրանցվել էր ընդամենը 3 падգամավոր, մինչդեռ նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 54 падգամավորի ներկայություն։ Падգամավորների մեծ մասը շարունակում է մասնակցել հունիսի 7-ի ընտրությանն ընդառաջ ընթացող քարոզարշավին։ Խնդրում տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման գրանցում։ Գրանցվել է 3 падգամավոր։ Քվորում չունենք, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով падգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ։ Շնորհակալություն եւ ընդմիջում մինչև այդ ժամը։ Երևանում արդեն սկսվել են մայիսի 28-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Հանրապետության օրվան նվիրված այս տարվա զորահանդեսը կանցնի նոր համազգեստով եւ բանակի նոր զինանշանով։ Սակայն հենց այդ փոփոխությունն էլ դարձել են ակտիվ քննարկումների թեմա։ Հանրային քննարկումների պատճառ դարձավ այն, որ տարիներ շարունակ օգտագործված հայկական բանակի խորհրդանիշը փոխվել է առանց պաշտոնական հայտարարության, հանրային քննարկման կամ մասնագիտական բացատրության։ Փաստացի հասարակությունը փոփոխության մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ հանրապետության հրապարակում տեղադրվել են նոր տարբերանշանով պաստառները։ Քննարկումների եւ քննադատությունների ֆոնին միայն օրեր հետո Պաշտպանության նախարարությունը պարզաբանեց, թե ինչու է փոխվել բանակի զինանշանը։ Ինչ է փոխվել զինանշանում, ով է հաստատել նոր տարբերակը եւ ինչու մինչեւ հիմա որևէ պաշտոնական պարզաբանում չէր տրվել, ռեպորտաժում։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը հաստատվել է 2001 թվականին։ Զինանշանի հիմքում դրվել են հայկական պետականության եւ բանակի հիմնական խորհրդանիշները՝ արծիվը, եռագույնը, վահանը, խաչը եւ սուրը։ Կենտրոնում պատկերված կլոր վահանի վրա գտնվող հավասարաթև խաչը ներկայացվել է որպես Հայաստանի քրիստոնեական ժառանգության եւ հավատի խորհրդանիշ։ Արծիվը խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն եւ կամք, իսկ սուրը հայրենիքի պաշտպանության պատրաստակամություն։ Այսօր սակայն հանրությանն անհայտ պայմաններում շրջանառության մեջ է հայտնվել մի նոր զինանշան, որի վերաբերյալ չկա հրապարակված իրավական ակտ, չկա հանրային քննարկում։ Այնքան է գնացել եւ կուտակվել բոլոր խնդիրները, այդ թվում զինված ուժերի հետ կապված, որ մարդկանց համար պարզապես մեկ բառով, տապալուն բառով է իշխանությունը սկսել որակվել։ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված են զորահանդեսին նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված է զինված ուժերի զինանշանից էականորեն տարբերվող նոր տարբերակ։ Նոր տարբերակում փոխված են հիմնական տարրերը, ավելացված է Հայաստանի փոքրացած քարտեզը, փոխվել է կենտրոնական խորհրդանիշը, իսկ նախկին խաչի փոխարեն օգտագործվում է այլ նշան։ Նայում եմ մի քանի կադրեր, որոնք անոնսն են զորահանդեսի, նայում եմ դեմքերը, դրանց պահվածքը, այդ պաշտոնյաների, որոնք այդտեղ ներկայացված են, կարծես 44-օրյա պատերազմին իրենք են հաղթանակ տարել, կարծես թե 3 տարի իրենք են Ադրբեջանի տարբեր տարածքներ օկուպացրել։
Հարցն այստեղ միայն գեղագիտական չէ։ Խնդիրն այն է, որ հանրությանը չի ներկայացվել որևէ նախագիծ, չի կազմակերպվել մասնագիտական կամ հանրային քննարկում, չի հրապարակվել որևէ իրավական ակտ, որով կսահմանվեր զինանշանի փոփոխությունը։ Այս 8 տարիների ընթացքում իշխանությունը մի քանի բանով առանձնացել է, բայց առաջին հերթին առանձնացել է օրենքի վրա թքած ունենալու այդ իր քաղաքականությամբ, ըստ իրավիճակի, ըստ անձնական ճաշակի, ըստ քաղաքական ամբիցիաների փոխվում են բաներ, որոնց փոփոխությունը առնվազն բավականին մեծ քննարկումների պահանջ է ենթադրում։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի զինված ուժերի զինանշանի փոփոխության մասին լուրերը, պնդելով, թե առկա են գաղափարաբանական թերություններ։ 2001 թվականին հաստատված եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ այժմ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայաստանյան այցի մասին, որը սկսվեց եւ ավարտվեց Զվարթնոց օդանավակայանում։ Խորհրդարանական ընտրությունից օրեր առաջ հայ-ամերիկյան հարաբերություններում կարծես նոր փուլ է բացվում։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարության Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, նաեւ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունը։ Կողմերը նաեւ ստորագրել են ռազմավարական գործընկերության կանոնադրություն եւ կարեւոր հանքանյութերի վերաբերյալ հուշագիր։ Աշխարհի ամենազբաղված պաշտոնյաներից մեկը Ռուբիոն, ինչպես նշեցի, Երևանում մնացել է ընդամենը 1 ժամ։ Հնդկաստանից հայրենիք վերադառնալու ճանապարհին նրա ինքնաթիռը վայրեջք էր կատարել վերալիցքավորման համար, բայց այդ կարճ ժամանակը, ինչպես հասկացաք, բավական է ռազմավարական նշանակության փաստաթղթեր ստորագրելու համար։ Թե ինչ քաղաքական ուղերձներ է պարունակում այս կարճ, բայց աղմկահարույց այցը եւ ինչու է Վաշինգտոնը ակտիվացել հենց հիմա, Սեդա Կյուրեխյանի ռեպորտաժում։ Թրամփի Չինաստան այցից դեռ 2 շաբաթ էլ չանցած Մարկո Ռուբիոն Հայաստանում էր։ Չնախատեսված այս այցը օպերատիվ էր։ Ըստ քաղաքագետների աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը տրանզիտային այց է կատարում եւ օդանավակայանում արտգործնախարարի հետ կնքում ռազմավարական գործընկերության հուշագիր։ Նման կարևոր փաստաթղթերն արդյոք ստորագրվում են 1 ժամանոց պատահական այցի ընթացքում առանց նախնական պայմանավորվածությունների։ Նման փաստաթուղթը նախորդ կազմակերպվում է, նախորդ ամիսների ընթացքում հայտարարվում է, հանդիպում են, ստորագրում են, բայց տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ օդանավակայանում ինչ-որ այցի ընթացքում իջել է Երևան, նույն ժամանակ ունի ասենք վարչապետի հետ հանդիպել եւ այլն, սա նշանակում է, սա PR-ակցիա է, ընդամենը նախընտրական տրամաբանության մեջ։ Փաստորեն Ռուբիոյի այցը խիստ անհրաժեշտություն էր, դրա համար էլ ճանապարհին 1 ժամանոց կանգառ ունեցավ Երևանում։ Գերագույն նպատակը ըստ քաղաքագետի աջակցել իշխանությանը։ Դա է պատճառը, որ այցի մասին նախապես չի հայտարարվել։ Բայց նախընտրական աջակցության ֆոնին պետք չէ անտեսել փաստը։ Թրամփի նախորդ կանգառը Չինաստանն էր, որից մոտ 10 օր անց այց է կատարվում Հայաստան պետքարտուղարի մակարդակով։ Ռուբիոն այս քննարկումների համատեքստում Երևանի հետ ունեցել է ճշգրտելու շատ կոնկրետ եւ առարկայական ինչ-որ բան։ Դա առաջացել է Թրամփի չինաստանյան քննարկումներից Ռուբիոյի Հնդկաստան այցի հանրագումարում։ Բարդ է ասել, բայց ըստ ամենայնի, եթե այցը տեղի չի ունենում, այսպես ասենք, ռեգիոնալ ձևաչափով, այլ լինում է միայն Հայաստան, դա կրկնեմ նշանակում է, որ առաջացել է Հայաստանի հետ շատ էական եւ կոնկրետ քննարկման անհրաժեշտություն։ Թրամփի ուղու մասին խոսակցությունները չեն լռել, թեև դրանց մասին բարձրաձայն չի խոսվում։ Թրիփը Չինաստան-Եվրամիություն լոգիստիկ ուղու արգելափակոց կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ, ինչը չի բխում Պեկինի շահերից։ Միաժամանակ չի բխում նաև Ռուսաստանի եւ Իրանի շահերից, բայց աշխարհաքաղաքական այս իրավիճակում բացառված չէ ոչինչ։
միջական ազդեցություն են ունենալու Թրամփի ուղղու ճակատագրի վրա եւ բնականաբար այստեղ նաեւ առանցքային ուշադրության է արժանի այն, որ Ռուսաստանը ընդամենը 1 ամիս առաջ արտահայտեց աննախադեպ մոտեցում, որ Թրամփի ուղի ծրագիրը խախտում է ռեգիոնալ բալանսը, որ արձանագրված է 200 տարի առաջ կնքված Թուրքմենչայի պայմանագրով ռուսական եւ պարսկական կայսրությունների միջև։ Իսկ տարածաշրջանում բալանսի խախտումը քաղաքական դիրքորոշումների փոփոխության հնարավոր պատճառ կարող է դառնալ ընդհուպ ծրագրերի անհրաժեշտության վերանայում։ Պրոյեկտը առհասարակ կարող է չեղարկվել ամերիկյան հետաքրքրություններից ելնելով եւ սրանով պայմանավորված կարծում եմ այս պահին գոնե թե խնդիրը համաձայնեցնել եւ համապատասխանեցնել կողմերի դիրքորոշումները։ Բայց ծրագրի միակ շահառուն Միացյալ Նահանգները չէ։ Հնդկաստանից հետո Ռուբիոյի Հայաստան այցը եւս հատկանշական է։ Հաշվի առնելով, որ Եվրամիություն Հնդկաստան առևտրային գործակցության փաստաթղթի մասին հայտարարվեց հունվարին, Թրամփի ուղու ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Միրզոյան-Ռուբիո հայտարարությունից մոտ 10 օր անց ամրապնդվում է հիմնավորումը, որ Թրամփի ուղին ապագայում կարևոր առանցք կարող է դառնալ ԵՄ-Հնդկաստան կապի համար։ Հնդկաստանը եւ Չինաստանը հարավային Կովկասով անցնող ճանապարհների եւ լոգիստիկ սխեմաների շահառուներից են եւ անշուշտ Միացյալ Նահանգների քննարկումները էական նշանակություն են ունենալու Կովկասում այդ լոգիստիկ սխեմաների ճակատագրերի հարցում։ Դա կլինի Թրամփի ուղին, դա կլինի հյուսիս-հարավ երթուղին, որի ուղղություններից մեկը նաեւ Հայաստանն է։ Այսպիսով աշխարհաքաղաքական լուրջ հարցերից զատ Ռուբիոյի այցը ակնհայտ աջակցություն էր գործող իշխանությանը, պնդում է քաղաքագետը։ Վենսի այցը, ապա Եվրամիության գագաթնաժողովը, հիմա էլ պետքարտուղար Ռուբիոն։ Թեև ԵՄ-ԱՄՆ հարաբերություններն այս փուլում լարված ու մրցակցային են, բայց դա մեծ հաշվով Հայաստանի ներկա իշխանության համար առանցքային չէ։ Նախընտրական այս փուլում PR-ն ավելի կարևոր է։ Սա փորձ է լինելու նաև անուղղակի աջակցություն ներկայացնել իշխող ուժի համար։ Գաղտնիք չէ, որ գերտերությունների միջև ազդեցության համար պայքարը համառորեն շարունակվում է եւ դեռ երկար ժամանակ կշարունակվի։ Եւ գերտերությունների մրցակցությունը այժմ ոչ միայն տնտեսական կամ ռազմական բաղկացուցիչների կիրառմամբ է արտահայտվում, այլ նաև փափուկ ուժի, սուր ուժի կիրառմամբ։ Տրանզիտային այս այցի ընթացքում կնքվեց նաև հանքանյութերին վերաբերող հուշագիր, հավանաբար պոչամբարներում կուտակված նստվածքային մետաղներին վերամշակմանը վերաբերող։ Այդ մետաղները կարևորում է Միացյալ Նահանգները։ Այսպիսով, Միացյալ Նահանգների պետքարտուղարն իջավ Զվարթնոց օդանավակայանում, Արարատ Միրզոյանի հետ կնքեց ռազմավարական գործընկերության պայմանագիրը եւ օդանավակայանից էլ հեռացավ, ընդամենը 1 ժամ անց։ Պետքարտուղարի Բաքու այցի մասին պաշտոնական հայտարարություն չի արվել։ Սեդա Գյուլերյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ռուբիոյի այցին հաջորդել է Արարատ Միրզոյանի ասուլիսը։ Նա հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին նախատեսվում է ստորագրել նաև TRIP նախագիծը։ Նրա խոսքով ծրագրով արդեն հետաքրքրված են տարբեր երկրներ եւ միջազգային ընկերություններ։ TRIP ասելով տենց իներցիայով անդադ կամ շարունակաբար մտածում ենք երկաթուղին, բայց չէ որ խոսքը նաև էլեկտրական, այդ գծերի մասին է, խողովակների մասին կարա լինի եւ այլն։ Կան տարբեր կողմեր, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել այս կամ այն բաղադրիչի նկատմամբ, այս կամ այն բաղադրիչի այս կամ այն կտորի մասով։ Միրզոյանը խոսել է նաև գերիների թեմայից, նա ընդգծել է, որ հայ գերիների հարցը մշտապես եղել է հայ-ամերիկյան բանակցությունների օրակարգում։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ոչ միայն հետաքրքրված է եղել այդ հարցով, այլ նաև տարբեր փուլերում գործնական քայլեր է ձեռնարկել։ Ես մեծ հույս ունեմ, որ առաջիկայում այս հարցը իսկապես հնարավոր կլինի նորից մի նոր, այսպես ասած, հաջողություն ունենալ։ Այս հարցում ես երբեք չեմ արել հավաստիացումներ, մտածելով, որ սա այն դեպքն է, այն ոլորտն է, այն թեման է, որ երբ որ հաջողություն արձանագրվում է, միանգամից բոլորս իմանում ենք։ Այդ հաջողությունը մեկն է, նոր գերիների ուրեմն ազատ արձակումը, եւ քանի դեռ չկա այդպիսի հաջողություն նոր խմբի ուրեմն մեր պատանդների վերադարձ, ապա այնքան ուզում եք քննարկենք, չգիտեմ, որքան արժեք ունեն այդ քննարկումները եւ ջանքերը։ Հետեւաբար այս անգամ եւս թույլ տվեք այսքանով սահմանափակվել։
Գերիների թեմային անդրադառնալիս Արարատ Միրզոյանը պարզաբանել է նաև Գյումրիում իր աղմկահարույց այդ արտահայտությունը։ Չեզոք կամ ճշմարտության մեջ շահագրգիռ այդ վիդեոն նայելով ինքն էլ կարող է հասկանա, իհարկե այն սկզբի մասը չկա, որտեղ ինձ անընդհատ հարց են տալիս դուք եւ ձեր գործընկերը եւ ես ասում եմ, ես չեմ պատասխանում հիմա հարցերին, որովհետեւ հանրավակ մեկնարկել նորից է հարց հնչում, այլ հարց քան գերիները, հա, այլ հարց։ Ես նորից եմ ասում, ես չեմ պատասխանում հարցերին, վերջում ես ասում եմ, ես չեմ պատասխանում հարցերին եւ ասում եմ ծնգլ արեցիք, ինչպես դուք եք ասում եւ ինչպես ես եմ իրականում ասել, եւ միաժամանակ զուգահեռաբար, ընդ որում ես արդեն հեռացած, հետևից հնչում է, իհարկե վիդեոյում դա շատ լավ է լսվում, որովհետեւ հարց տվողի բարձրախոսը իր մոտ է եւ հնչում է, լսվում է որ գերիների մասին հարցը, բայց հանրավակի աղմուկի մեջ ես արդեն մի քանի քայլ հեռացել եմ եւ հետևից հարց է հնչում, բնականաբար դա լսելի չէր իմ համար եւ ես չեմ հասկանում, որևէ մեկը կարա մտածի, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել ծնգլ արեցիք։ Միջազգային թեմաների մասին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի վերջին հարվածներին Հորմոզգան նահանգում, դրանք անվանելով հրադադարի կոպիտ խախտում։ Թեհրանի հայտարարության համաձայն Վաշինգտոնը պատասխանատվություն է կրելու հնարավոր հետևանքների համար։ Լարված է վիճակը նաև Լիբանանի հարավում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ցախալը զգալիորեն ընդլայնում է ցամաքային գործողությունները։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով վերջին մեկ օրում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել 40-ը։ Զոհվածների թվում կան նաև երեխաներ եւ կանայք։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Խաղաղ բնակիչների վրա հարձակումները կարող են ստիպել Ռուսաստանին օգտագործել զենք, որը հետք չի թողնի ոչ ոքից։ Պետդումայի նիստում ասել է Դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անդրադառնալով օրերս Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանին հասցված հարվածին։ Պետդումայի խոսնակը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կատարել են մարդկության դեմ հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի։ Իրանն ԱՄՆ նոր հարձակումներն անվանել է հրադադարի կոպիտ խախտում եւ հայտարարել, որ պատրաստ է արձագանքել։ Վաշինգտոնը կկրի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ չնայած հրադադարին նոր հարվածներ է հասցրել Իրանի հարավին ամերիկյան զորքերն իրանական ուժերի սպառնալիքներից պաշտպանելու համար։ Միացյալ Նահանգների նոր հարվածների ֆոնին Իրանը սպառնում է նավթի գների մինչև $200 աճով, քանի դեռ ամերիկացիները շարունակում են իրենց ռազմական արկածախնդրությունները մեր տարածաշրջանում, որևէ համաձայնություն չի լինի, հայտարարել է Իրանի բանակի Խաթամ ալ-Ամբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ Իսրայելը զգալիորեն ընդլայնում է ցամաքային ռազմական գործողությունը Լիբանանի հարավում, անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ռազմական գործողության ընդլայնումը Նեթանյահուն բացատրել է Իսրայելի հյուսիսային շրջանները պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Լուկաշենկոն էլ կոչ է արել Մոլդովային չկտրել պորտալարը եւ չկորցնել գործընկերներին։ Պետք չէ կտրել այդ պորտալարը եւ խզել հարաբերությունները նրանց հետ, ում հետ միշտ գտել եք ընդհանուր լեզու։ Սա է ինձ համար ամենակարևորը, եւ ես ուզում եմ հրապարակավ ասել, որ Մոլդովան ու մոլդովացիները մեր սերն են, նշել է Բելարուսի նախագահը։ Բելգիայի Բյուգենհաուտ քաղաքում դպրոցականներ տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է գնացքին։ Վթարի հետևանքով զոհվել են 12 եւ 15 տարեկան աշակերտներ, ուղեկցորդն ու վարորդը։ Ոստիկանությունը հայտնել է, որ միկրոավտոբուսում եղել է 9 մարդ, որոնցից 7-ը հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցի սան։ Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում էլ անվարորդ ավտոբուսը վթարի է ենթարկվել ուղևորներ տեղափոխելուց ընդամենը 1 ժամ անց։ Խոսքը թուրքական արտադրության Կարսան ավտոբուսի մասին է։ Վթարից հետո այն հանվել է շահագործումից։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սիդնեյում, լուսային շոուի ժամանակ դրոններն ընկել են երկնքից։ Անգլիայում էլ անցկացվել է պանիր գլորելու մրցույթ։ Էքստրեմալ արկածների սիրահարները հավաքվել են Գլոսթերշիրում, մասնակցելու Մեծ Բրիտանիայի ամենամյա մրցույթին, որի ժամանակ պանիրի գլուխը գլորում են բլրի գագաթից, իսկ տասնյակ մարդիկ վազում նրա հետևից այն բռնելու համար։ Այս տարի հաղթել է գերմանացի յութուբեր Թոմ Կոպկեն։
Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։